կողմնակից պարտադիր ուսումնասիրող կան, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ իրականացնել սպառողների շահերի պաշտպանության ոլորտի հարցը, որտեղ մենք մեծ հաշվով հաստիքային որևէ ավելացում կամ փոփոխություն չնախատեսենք ֆունկցիայի ավելացման հետ։ Հիմա ներկայացնեմ այն հետաքրքիր վարույթները, որոնք ունեցան գերիշխող դիրքի կամ մենաշնորհային դիրքի կամ բանակցային ուժեղ դիրքի ոլորտում Yandex սնունդի դեմ իրականացված վարույթներ հայտնի, որտեղ մենք Yandex-ին 300 միլիոնից ավելի տուգանք նշանակեցինք, որտեղ մենք որակեցինք, որ ունենալով Yandex-ը ֆինանսական ռեսուրսներ եւ հնարավորություններ գլոբալ, իր ազդեցությունը կարողացավ օգտագործել եւ որոշակի գործողությունների արդյունքում էժան գին ունենալու արդյունքում այդ թվում, որը ոչ տնտեսապես հիմնավոր չէր, կարողացավ շուկայում շատ կարճ մեծ ծավալ զբաղեցնել, վարքագիծը կասեցվեց եւ Yandex-ին պատասխանատվության ենթարկեցինք, մյուս գործը բենզինի եւ շուկայի ոլորտում էր, որտեղ 1 միլիարդից ավելի տուգանք նշանակվեցին, որտեղ հանձնաժողովը արձանագրվեց, որ գների իջեցումը եւ բարձրացումը միաժամանակ, որոնք տեղի են ունեցել եւ գների սահմանումը չի եղել տնտեսապես հիմնավոր, այսինքն տնտեսվարող սուբյեկտների մոտ տարբեր գներ են եղել ըստ էության ինքնարժեքի տեսակետից, սակայն սահմանման պայմանները նույնն են եղել, ընդ որում ստեղ շատ կարևոր է, մենք չենք ասում, որ եթե դուք տեսնում եք բենզալցական նույն գինը դա վատ է կամ դա հենց ինքը խախտում է, մենք ասում ենք, որ կոնկրետ իրավիճակում, երբ որ տեղի ունեցավ իջեցում եւ հավասարապես իջեցում տեղի ունեցավ, այդ ժամանակ չէր կարող տնտեսապես հիմնավոր լինել եւ նույն հակառակ տենդենսը մենք նկատեցինք բարձրացման առումով։ Այստեղ կարծում եմ մենք ունենք օրենսդրական խնդիր եւ հիմա ազգային ժողովի խնդրել ենք այս խնդիրը լուծել։ Նայեք, գերիշխող դիրքի չարաշահման վարույթը տևում է առնվազն 4-5 ամիս կամ 6 ամիս, ամբողջ աշխարհում ինքը ավելի երկար է եւ դա նորմալ երևույթ է, որտեղ մենք պետք է հավաքենք ապացույցներ, վարչարության կանոններ պահպանենք եւ այլն, սակայն ինչ ասում տնտեսվարան, պայմանական ընկերությունը դեմպինգ է իրականացնում։ Մենք մինչև գնանք վարույթն անենք, փաստաթղթավորենք, այս ժամանակ շուկայի օրինակ 30%-ը կարող է մրցակիցը կորցնել։ Եվ ինչ ասում մրցակիցը, ասում է, բայց ես այդքան չեմ կարող սպասել, եկեք ես իջացնեմ, հետո երկուսով իջացնում են, դառնում է հակամրցակցային համաձայնության դրսևորում։ Հիմա մենք բերել ենք միջանկյալ միջոցի կիրառման նախատեսում, որ ամբողջ աշխարհում կա, եւ միջանկյալ միջոցի ամբողջ գաղափարը այն է, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնությունների գերիշխող դիրքի եւ պետական գնումների դեպքում կարող է միջանկյալ միջոց կիրառել եւ կասեցնել գործողությունը կամ անգործությունը տնտեսվարող սուբյեկտի, որպեսզի շուկայում վերականգնի վիճակը, այսինքն շատ խիստ սահմանափակ դեպքերում եւ միայն այդ պարագայում կարող գնա դատարան կարող դա բողոքարկի, բայց ավտոմատ դատարանի բողոքարկումը չի կասեցնի այս գործընթացը։ Կամ մենք որոշում կայացնելու ընթացքում կունենանք ժամանակ, նույնը պետական գնում է, հիմա պատկերացրեք պետական գնում է հայտարարվել, մենք ունեցել ենք նման դեպք, որոշում ենք կայացրել, օրինակ մանկավարժական համալսարանի եթե չեմ սխալվում նկատմամբ ապահովագրական ընկերություններից մեկը բողոքել էր, որ ապահովագրական ընկերության այնպիսի չափանիշ են դրել, որ Հայաստանում մենակ մի ապահովագրական ընկերություն է համապատասխանում այդ չափանիշին եւ ըստ էության սահմանափակել է մրցակցությունը, հանձնաժողովը վերջում որոշում կայացրեց, որ այո ճիշտ է բողոքը եւ իրականում այնպիսի չափանիշ է սահմանվել, որը տվյալ գործառույթի համար այդքան հիմնավոր չէ, սահմանափակել է շուկան, բայց վերջնարդյունքում քանի որ պայմանագրի կնքումից եւ որոշում կայացումից հետո պայմանագրի վերջնաժամկետի մնացել էր 4 ամիս, եւ որ հանձնարարենք, ասենք 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում նոր գործընթաց կազմակերպեք, որտեղ նոր գործընթացը պետք է կազմակերպել, որպեսզի նոր ապահովագրական ընտրեն, դա կմնալու էր 2 ամիս։ Այսինքն մեխանիզմը անարդյունավետ է լինելու։ Հա, մենք մեր գործ արեցինք, պատասխանատվության ենթարկեցինք, բայց այն տնտեսվարող ում իրավունքները խախտվել էր, մեծ հաշվով իր կյանքում դրական փոփոխություն տեղի չունեցավ։ Հա, արդարությունը վերականգնվեց, ենթադրում եմ, որոշ մասով, բայց այսպես ասած տնտեսվարողի խնդիրը մի փոքր այլ է։ Պարոն Գևորգյան, ուզում եք անանենք հարցերի միջոցով մնացածը շարունակենք